Եվրատեսիլը իր 70 տարվա պատմության մեջ երբեք դեռ նման մեծ քաղաքական ճգնաժամի մեջ չէր եղել: Ճգնաժամ, որը ստեղծվել է Իսրայելի մասնակցության պատճառով: Եվրոպայում կա Իսրայելին մրցույթից հեռացնելու մեծ հանրային պահանջ ու ճնշում, բայց կազմակերպիչները ոչ մի բան չեն անում: New York Times-ը, որը սովորաբար շատ պրոիսրայելական դիրքորոշում ունի, հրապարակել է այս հետաքննությունը, որով ցույց է տալիս, թե ոնց է Իսրայելը որպես պետություն ծախսել մոտավորապես $1 միլիոն Եվրատեսիլի մարքեթինգի վրա, ինչը արգելված է կանոններով: Այդ գումարները Իսրայելը ծախսել է ագրեսիվ օնլայն արշավների վրա, որի արդյունքում և 2024-ին և 2025-ին Իսրայելը հեռուստադիտողների քվեարկության արդյունքով թոփ տեղերում է եղել: Նույնիսկ Իսպանիայի ու Իռլանդիայի պես երկրներում, որտեղ որ Իսրայելը շատ ցածր ռեյտինգ ունի հանրության մեջ: Երբ այս ամենը պարզ դարձավ, ինչ արեց Եվրոպական հեռարձակողների միությունը: Օրինակ, սկսեց ներքին հետաքննություն այս ամենը պարզելու համար, բայց արդյունքները չհրապարակեց: Իսրայելին հանելու հարցի վերաբերյալ նաև կազմակերպեց քվեարկություն, որը քաղաքական ճնշման պատճառով չեղարկեց: Դրանից հետո օգտագործեց տարբեր բյուրոկրատական մեխանիզմներ և ստիպեց, որ մասնակիցները քվեարկեն նոր տեխնիկական կանոնների վերաբերյալ և դրա շնորհիվ Իսրայելը մնաց Եվրատեսիլում: Այս 5 երկրները բոյկոտեցին իրենց մասնակցությունը, բայց նույնիսկ դա չօգնեց: Իսրայելի մասնակցությունը քննադատում է նույնիսկ Amnesty International-ը ու շատ լավ մատնանշում է երկակի ստանդարտները, որովհետև երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, Ռուսաստանին 24 ժամում հանեցին Եվրատեսիլից, բայց Իսրայելը շարունակում է մնալ Եվրատեսիլի մեջ: Բառացիորեն հազարավոր արտիստներ և եվրոպացի և միջազգային ստորագրել են պետիցիաներ, հանրային կոչեր, որպեսզի Իսրայելի մասնակցությունը չեղարկվի, բայց նույնիսկ դա չի օգնել: Այս ամենի պատճառով բնականաբար Եվրատեսիլի ռեյտինգը շատ իջել է, շատ ընկել է, լիքը գումարներ է կորցրել և Եվրոպական հեռարձակողների միությունը պատրաստ է զոհաբերել Եվրատեսիլի ամբողջ ռեպուտացիան Իսրայելի մասնակցության համար: Մեկնաբանություններում գրեք նայելու եք Եվրատեսիլ այս տարի, թե չէ, լայքեք, տարածեք, բաժանորդագրվեք: Մինչ